Հայաստան, բարև Երևան։ Բարև Հայաստան։ Բարև Հայաստան։ Բարև։ Բարև Հայաստան։ Բարև Հայաստան։ Բարև Հայաստան։ Բարև Երևան։ Սիրում եմ Հայաստան։ Սիրում եմ Հայաստան։ Բարի գալուստ Հայաստան։ Բայց ես դու սիրում կլինի, չէ՞։ Խանգարում են, կարծես։ Ձերոնք էլ, հաշվեք։ Բարև ձեզ։ Այսօր մեր առաջին փորձն է։ Մենք շատ հուզված ենք եւ միևնույն ժամանակ նաեւ մի քիչ լարված, որովհետեւ դեռ ամբողջապես չենք պատկերացնում ինչ է լինելու։ Այսօր տեխնիկական փորձեր ուղղակի փորձում ենք հասկանալ որտեղ ենք լինելու բեմի վրա, որ տեսախցիկի հետ ենք աշխատելու, դե հերոստատեսային բաներ էլի, էլի հերոստադիտորներ։ Եվ հերոստատեսային, եւ բեմական, Եվ բեմական այս դեպքում աշխատելու ենք եւ հերոստադիտողի համար, եւ հանդիսատեսի համար ու պիտի կարողանանք ամեն ինչ այնպես բալանսավորել, որ ճիշտ ստացվի։ Մենք արդեն 3 փորձ ենք ունեցել եւ ամեն մեկը հիմա հնարավորություն է ստացել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ նվագել, որ այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ աշխարհի լավագույն մենակատարներն են աշխատում։ Շատերը գիտեն դրան մասին, որտեղ օրինակ մենք երբ որ բազելում էինք, համերգից հետո երկուսը մոտեցան ինձ եւ ողջավորված ասում են այնքան ուրախ ենք, որ դա 1 ամիս առաջ էր։ Հիմա ձեզ հետ մենք պետք է նվագենք։ Ես էլ այդ պահին մի քիչ Եվրատեսիլի այս համերգը մտքիս մեջ չէր, ասեցի, ես էլ եմ ուրախ, բայց ինչ պետք է նվագենք։ Ասեցին, բա մենք Եվրատեսիլի մասնակիցներն են։ Վերջապես այն ինչը ամիսներ շարունակ պլանավորում էինք եւ ինչի շուրջ առաջին ալիքի թիմը աշխատում էր, իրականություն է։ Արդեն ժամանել են բոլոր պատվիրակությունները, արված են բոլոր փորձերը։ Շատ լավ կազմակերպված է ամեն ինչ, շատ ժամանակին։ Մենք էլ գրեթե փորձերին խախտումներ չենք ունեցել։ Երբեմն ինչ որ բան ուզում են կրկնեն եւ մենք ասինքն չոր չենք ասում, գիտես ժամանակը լրացավ, բայց ես գտնում եմ, որ երիտասարդներին պետքա այսօր օգնել, ոչ թե չոր ռեգլամենտը դնել եւ ասել դու վերջացնում ես, հիմա դու։ Այնպես որ ամեն ինչ շատ տենց հստակ առաջ է գնում։ Ես լարված էի, քանի որ սա առաջին փորձն էր նվագախմբի հետ։ Բայց ես հավատում եմ, որ հիանալի փորձառություն եւ ելույթ եմ ունենալու։ Շատ լարված էի։ Առաջին անգամ մատներս քրտնեցին, բայց բեմում ամեն բան կարգավորվեց։ Ելույթս շատ լավ անցավ։ Դիրիժորն այնքան բարյացակամ էր, շատ հավանեցին նրան։ And I liked it very much. I get a little bit nervous, but it's Մի քիչ լարվում եմ, բայց ավելի լավ է լարվել ելույթից առաջ, քան հետո։ Ինձ դուր է գալիս այն ադրենալինը, որը ստանում եմ իմ լարվածությունից։ Իհարկե, լարվում եմ, քանի որ ինձ համար կարևոր է իմ ելույթը, այնպես որ լարվելը նորմալ է։ Իհարկե հուզմունքի բոլոր նշանները կան, բայց բեմ բարձրանալն ամեն անգամ մի մեծ վայելք է։ Միշտ էլ մի քիչ լարվում եմ։ Իհարկե նաև կապ ունի այն, թե ինչ ես նվագում։ Լարված նվագելը բարդ բան է, ինչևէ, այստեղ լինելը շատ ոգևորիչ է։ Հուզմունք կա, ադրենալին, բայց լավ իմաստով։ Երբեմն կարող է վախ առաջանալ, բայց ամեն ինչ լավ է։ Իհարկե լարվում եմ, դա շատ նորմալ է եւ նույնիսկ լավ է, քանի որ մեզ հարկավոր է այդ զգացողությունը բեմում։ Այդ լարվածությունը կօգնի մեզ զգալ պահը եւ լավագույնս հանդես գալ։
I do get really nervous sometimes. Ես երբեմն շատ եմ լարվում իմ ելույթների պատճառով եւ միշտ փորձում եմ նյարդայնանալու փոխարեն ոգևորվել ու պարզապես շնորհակալ եւ երջանիկ լինել ելույթ ունենալու հնարավորության համար։ Շատ եմ սպասում շաբաթօրվան։ I'm really looking forward to Saturday. Իմ միակ նպատակն ու ձգտումը նվագելն է։ Ես սիրում եմ բեմական ապրումները եւ կարծում եմ, որ այս լարվածությունը միայն դրական արդյունք կտա։ Ծանր բեռնված օրեր են մեզ սպասում բոլորիս, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Պատրաստվում ենք բոլորս, շատ հետաքրքիր է անցնում մեր ժամանակը, շատ ուրախ։ Նման մասշտաբային նախագծի եւ միջոցառումների ընթացքում իհարկե լինում են շատ խնդիրներ, բայց կարող եմ ասել, որ մեր պատվիրակությունները եւ հատկապես պատվիրակները, մասնակիցները շատ գոհ են այս ընթացիկ շաբաթվանից ու իսկապես մենք արել ենք ամեն բան, որպեսզի շատ տպավորված նրանք հեռանան Հայաստանից եւ ամենակարևորը կարծում եմ, որ նրանք վայելում են ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ փորձերը եւ ուղղակի նրանց հետ մեկ բեմում ելույթ ունենալու հնարավորությունը։ Կարծում եմ, որ առաջի հերթին լավ տոն կստացվի ամսի 6-ին, շատ ուրախ եմ, որ դա Երևանում է, Հայաստանում է, մենք ենք, այդ օրը պետք է մեր Հայաստանի անունը հնչի եւ իհարկե կրկնակի ուրախ կլինեմ, որ Խաչատրյանի ծննդյան օրը Խաչատրյանի կոնցերտով Հայաստանը հաղթող ճանաչվի։ Մենք ձեզ խոստանում ենք, որ շատ դիտարժան շոու է լինելու, այնպես որ իմացեք, որ մենք ամեն օր աշխատում ենք, որ ամբողջ թիմը առաջին ալիքի աշխատում է, որ պատկերացնեք ինչ է կատարվում, ավելի լավ է չպատկերացնենք, բայց իսկապես որ 24 ու 7 որ ասում են, այս հենց մեր թիմի մասին է իսկապես։ Դուք ընդամենը 2 ժամ 40 րոպե եք դիտելու, բայց այդ 2 ժամ 40 րոպեի, այո, 2.5 ժամ ներողություն, 2 ժամ 30 րոպե։ Դե կարևոր չի, դուք միացեք առաջին ալիքին այդ օրը ու մնացեք մեզ հետ մինչև վերջ։ 2.5 ժամ այդ օրը շոու եք դիտելու, որի հետևում իրականում ամիսների աշխատանք է եւ ամենօրյա ռեժիմով։ Այնքան հոգնած ենք, շատ դժվար ենք հիմա։ Ինչ խոսենք, էլի մենք բառավորում մեր մտքերը, բայց վստահ ենք, որ դուք եք մեզ հետ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք այդ օրը ձեր էներգիան ստանալու ենք եւ վերադարձնելու ենք ձեզ։ Եվ դրա կարիքն ունենք շատ։ Մատ մազերս նայեմ, հա։ Այս օրերին այստեղ են ժամանել Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները, հրավիրված մասնագետներ արտերկրից, բայց պետք է անպայման նշեմ, որ այս նախագիծը իրականություն է դառնում առաջին ալիքի մեծ թիմի ջանքերի շնորհիվ։ Մենք հիմա գտնվում ենք պատվիրակությունների հանգստի եւ ժամանցի սրահում։ Մի խոսքով ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր մասնակիցները օրերը Հայաստանում դառնան հետաքրքիր եւ անմոռանալի։ Առաջին բանը, որ ես նկատեցի Հայաստանում, այն է, թե որքան լավն են մարդիկ, որքան սիրալիր են իմ հանդեպ։ Հետո իհարկե նկատեցի, թե որքան համեղ է սնունդը։ Շատ հավանեցի այն ամենը, ինչ մինչ այժմ համտեսել եմ այստեղ։ So far. Հայաստանը իսկապես լավն է։ Չքնաղ երկիր է, հիանալի մարդկանցով եւ խոհանոցով։ Այո, Հայաստանն ինձ շատ է դուր եկել։ Ինձ դուր եկան քաղաքն ու մարդիկ։ Նրանք շատ սիրալիր են ու ջերմ։ Իսկապես վայելում եմ այս մթնոլորտը։ Մարդիկ այնքան բարյացակամ եւ սիրալիր են, ինձ դա շատ է դուր գալիս։ Հայաստանը շատ գեղեցիկ է, քաղաքը չտեսնված։ Ինձ դուր է եկել ձեր ճարտարապետությունը։ Ինձ դուր են եկել մարդիկ, նրանք շատ բարի են։ Տպավորված եմ նաեւ հայկական մշակույթով ու խոհանոցով։ Շատ հավանեցի Հայաստանի ժողովրդին, մշակույթը եւ կառույցները։ Պատմեցին տուֆ քարի մասին։ Շատ հետաքրքիր էր։ Բազմաթիվ քանդակներ տեսա, հարուստ մշակույթ ունեք։ Չքնաղ երկիր է, հիանալի մարդկանցով եւ խոհանոցով։ Այո, Հայաստանը գեղեցիկ, շատ գեղեցիկ երկիր է։ Երևանն այնքան սիրուն է, ես դեռ հնարավորություն չեմ ունեցել այն ուսումնասիրելու, բայց անհամբեր սպասում եմ։ Տեսնում եք, որ փորձերը դեռ շարունակվում են։ Ես խոսացել եմ տարբեր պատվիրակների հետ, բոլորը շատ սիրեցին Հայաստանը, շատ ջերմ բառեր են խոսում մեր Հայաստանի մասին։ Նվագախմբի հետ միասին, ինչպես նաև փորձերից եւ հիմնական համերգային ծրագրից տարվել են այն միջոցառումները, որոնք որ նախատեսել էինք պատվիրակությունների համար։
բոլորին շատ է դուր եկել Հայաստանը։ Դրա համար ուզում եմ հարցնեմ բոլոր պատվիրակներին, ինչպես կարան նկարագրեն Հայաստանը մի բառով։ Hello. Hello. How can you describe Armenia in one word? So Armenia in one word. Magical. Vibrant. Beautiful. Good, thank you. Շատ սիրուն։ Beautiful. Warmth. Expressive. Welcoming. Ոնց կարաք նկարագրեք Հայաստանը մի բառով։ Մի բառով այսօրվա դրությամբ կասեմ Էլեն, մեր ներկայացուցիչով։ Ապրեք շատ։ How can you describe Armenia in one meow? Մենք հասել ենք այս ճանապարհի վերջնակետին եւ սա իսկապես մի մեծ թիմի աշխատանքի շնորհիվ է։ Կարծես թե ամեն ինչ պատրաստ է մրցույթի եւ հուսամ անխափան եթեր ունենալու համար։ Կարծում եմ ամեն ինչ հրաշալի կանցնի, քանզի պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլն իսկապես յուրահատուկ իրադարձություն է։ Իմ ելույթը նվիրում եմ ծնողներիս։ Նրանք շատ բան են զոհաբերել հանուն ինձ եւ սա հիանալի առիթ է երաժշտությամբ նրանց շնորհակալություն հայտնելու համար։ Ուզում եմ լավ նվագել առաջին հերթին ինքս ինձ համար, ապա ուսուցչիս, որն այսօր այստեղ է։ Իմ ելույթը նվիրված է մայրիկիս, ուսուցչիս եւ այն մարդկանց, որոնք կյանքում աջակցել են ինձ։ Թերևս ելույթս նվիրված է բոլոր երաժիշտներին եւ մարդկանց, որոնք վայելում են երաժշտությունը, քանզի սա շատ հաճելի ստեղծագործություն է։ I think Կարծում եմ յուրաքանչյուր ելույթից առաջ փորձում եմ մտածել ինձ համար շատ կարևոր այն մարդկանց մասին, որոնք ոգեշնչում են ինձ։ Այդ մարդկանցից մեկն իմ դասախոսն է։ Այդ իսկ պատճառով ելույթի ժամանակ առաջին հերթին նրա մասին եմ մտածում։ Եվ իհարկե իմ ընտանիքի անդամների մասին, որոնք եւս շատ ուրախ են այստեղ գտնվելու համար։ Ես միշտ նվագում եմ առաջին հերթին հանդիսատեսի համար։ Ուզում եմ կիսել ներկաների հետ իմ երաժշտությունը այն կերպ, ինչպես որ ես եմ մտածում եւ զգում այն։ Ինչպես նաև կիսել իմ ելույթը այն բոլոր մարդկանց հետ, որոնք ինձ հետ բեմում են։ Ելույթս նվիրված է բոլորին, ովքեր եղել են իմ կողքին։ Շատ կարևոր է, որ կողքիդ լինեն քեզ քաջալերող մարդիկ։ Շնորհակալ եմ նրանց։ Այս ելույթը նվիրված է իմ ընտանիքին։ Նրանք այնքան բան են արել, որպեսզի ես կարողանամ սովորել եւ լավ երաժիշտ դառնալ։ Իմ ելույթը նվիրված է հանդիսատեսին, ժյուրիին ու բոլոր նրանց, ովքեր դիտում են։ Հուսամ կվայելեք իմ ելույթը, որ կկարողանամ փոխանցել այն բոլոր զգացմունքները, որոնք Կլարա Շումանն ապրել է այս հիանալի ստեղծագործությունը գրելիս։ Իսկապես հույս ունեմ, որ հանդիսատեսը կհավանի ինձ եւ ես կկարողանամ փոխանցել մարդկանց այն ամենն, ինչ զգում եմ, երբ նվագում եմ այս ստեղծագործությունը։ Հուսամ մարդիկ իրոք կվայելեն այն։ Այս ստեղծագործության մեջ այնքան կարոտ կա, այնքան ցավ եւ այնքան ուրախություն, եւ սա իսկապես իմ կյանքի ամենահիշարժան փորձառություններից մեկն է։ Այնպես որ կարծում եմ կվայելեք այն։ Վայելեք համերգը, քանի որ շատ գեղեցիկ ստեղծագործություն եմ ներկայացնելու։ Պարզապես սպասեք իմ ելույթին։ Դե պարզապես կասեմ, որ շատ ուրախ եմ, որ այստեղ եմ հանդես գալու։ Այս ուղղակի հիանալի դահլիճում, հիանալի նվագախմբի հետ ես շատ եմ սպասում ելույթիս։ Անպայման հետևեք դասական Եվրատեսիլին։ Ես իմ ելույթը նվիրում եմ Հայաստանին։ Պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս նախագծի իրականացման համար եւ հավատացեք, մենք շատ գեղեցիկ ճանապարհ ենք անցել եւ վայելել ենք ամեն պահը։ Հուսամ, որ եւ Հայաստանում եւ Եվրոպայում բնակվող հեռուստադիտողը եւս կվայելի այս շոուն։